Ինչ ասել է հավատքը։ Հավատքը ո՞նց է մեր կյանքի մեջ։ Միայն խոսքով ասում ենք հավատում ենք ու վերջ մենք դարձանք հավատք ունեցող մարդիկ։ Վերջ։ Ուրեմն հավատքն է նշանակում է ինչ։ Վստահել։ Երբ որ ես հավատում եմ Աստծուն, նշանակում է դու նաև վստահում ես Աստծուն, քո կյանքը, քո փրկությունը, քո Աստված ճանաչողությունը վստահում ես Աստծուն։ Եվ այդ վստահությունն է, որ քո մեջ պետք է օրեցօր հասունանա։ Մենք տարիներ առաջ նույն հավատքի մեջ էինք, շատ բաներ գիտենք, թե կամաց մինչև այսօր սովորում ենք, չէ՞։ Եվ ինչպես է ասում Սուրբ Գիրքը, հավատքը լսելուց է, չէ՞, զորանում։ Այսինքն ամեն անգամ նոր բան սովորելով, նոր բան կարդալով մեր հավատքը զորանում է։ Ուրեմն մենք պետք է այդ մակերեսային, նույնիսկ երեխայական, հեքիաթային հավատքից բարձրանալ, գիտակից հավատք ունենալ։ Այսինքն հասկանալ, որ միայն հավատալը մեկ անգամ խաչակնկվելը, փառքը շատ Տեր Աստված ասելը, սա հավատք չէ։ Հավատքը մեզ ուր է բերում Աստված ճանաչողության, այսինքն ճշմարիտ գիտությանը։ Ուրեմն ճշմարտությունը ինչ է։ Ինչ է ճշմարտությունը։ Երբ որ հիշում եք Հիսուսին տարան Հերովդեսի մոտ, Պիղատոսը որ ուղարկեց, իմացա, որ Հիսուս Գալիլեացի է, ասեց տարեք Հերովդեսի մոտ, երբ որ Հիսուս ասեց ես եմ կյանքը, ճշմարտությունը, ասեց ինչ է ճշմարտությունը։ Մեր կյանքի մեջ ճշմարտությունն ինչ է։ Ով է ճշմարտությունը, լավ այսպես ասեմ։ Ապրեք։ Հիսուս Քրիստոս ինքն է ճշմարտությունը։ Այսինքն մենք պետք է հասնենք այդ ճանաչողությանը Հիսուս Քրիստոսին։ Շատ մարդիկ կարող են, օրինակ այսօր շատ մարդիկ կան, որ Հիսուսին որպես մարգարե են ընդունում։ Օրինակ մահմեդականության մեջ, իսլամի մեջ Հիսուս մարգարե է։ Այդպես էլ իրենք ընդունում են, բայց ոչ Աստծո որդի։ Շատ քրիստոնյաներ կան, ովքեր մկրտված են, բայց իրենց համար Հիսուս հրաշագործ է։ Կամ բժիշկ է, կամ առաքինությամբ, սրբությամբ ապրած կատարյալ մարդ է, բայց ոչ երբեք Աստված։ Ուրեմն պիտի հասնես Հիսուս Քրիստոսի Աստված ճանաչողությանը։ Իսկ մեղքի մեջ ապրող մարդուն այս ճանաչումով պետք է հասնի։ Եթե դու մեղքի մեջ ես ապրում, Քրիստոսին ճանաչել, որ պիտի կարողանաս մեղքից դուրս գալ։ Ուրեմն այս Աստված ճանաչողությունը պետք է, որպեսզի մարդը ճշմարիտ գիտություն, այսինքն Քրիստոսի ճանաչողություն ուներ կյանքի մեջ։